Բարև ձեզ իմ սիրելի շահումյանցիներ, ես այնքան եմ հուզված, որ այս լավ միջոցառումը կազմակերպել եք ուրախությունից չեմ անում ոնց կստացվի, բայց ուզում եմ ձեզ մի բարի խոսք հղել, շնորհակալություն հայտնել այն բոլոր անձնավորություններին, որոնք թեկուզ շատ փոքր մի չնչին մասնակից են ունեցել այս միջոցառումը կազմակերպելուն, ես որպես լեզվի մասնագետ շատ եմ ուրախացել, մեր շահումյանցիները որտեղ էլ լինեն, հաջողակ են ամենքը իրենց բնագավառում։ Նախքան ներկայացնելը, թե ես ով եմ, ինչի համար եմ խոսում եւ ինչու եմ այսքան ուրախացած, ասեմ, որ մենք շահումյանցիներս բոլորս մեկ ենք։ Եթե ոչ արյունակից բարեկամ հարևան ենք, ընկերներ ենք, համադասարանցիներ ենք, եթե մի քիչ էլ ավելի խորանանք խնամի ծանոթ բարեկամներ ենք, եւ մենք մեր շրջապատում ցույց ենք տալիս, որ շահումյանցին իրոք որ արժանի է գովասանքի։ Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ։ Շնորհակալ եմ, որ դուք կաք, որտեղ էլ լինեք, ես գիտեմ, դուք միաբան եք, միասին եք։ Կարդում եմ, նայում եմ, բացում եմ այս շահումյանցիների աղջիկների խումբը, ուրախանում եմ, նայում եմ մեր շահումյանցիները սպորտից են առաջ ընկել, շատ եմ ուրախանում, ստուգում եմ, նայում եմ, ինչքան կարող եմ իհարկե եւ շատ ուրախ եմ բոլորիդ համար։ Ես ծնվել եմ Շահումյան 1947 թվականին։ Ապրել եմ Շահումյան, շահումյանցիների հետ միասին ուրախացել, շահումյանցիների հետ միասին դուրս եկել, շահումյանցիների հետ միասին առ այսօր։ Սակրամենտոյում շատ ենք շահումյանցիներ, համարյա մի Շահումյան լրիվ այստեղ։ Ամեն տարի հավաքվում ենք, նշում ենք Շահումյանի հիշատակը, համարյա բացականներով իհարկե, որ ոմանք աշխատանքի են լինում, չեն կարողանում ներկայանալ, ոմանք այլև այլ պատճառներով, բայց միևնույն է, 300-350 հոգի հավաքվում ենք, օրինակ ենք ծառայում մեր շրջապատում։ Ես իմ մշտական աշխատանքը ունեցել եմ Շահումյանի համար առաջին միջնակարգ դպրոցում, բայց միաժամանակ աշխատել եմ նաև ռուսական դպրոցում, դասավանդել եմ հայոց լեզու ժամավճարով։ Իմ անունը Սվետլանա է, Սվետլանան պետք չի ասել Սվետա։ Ինձ ասել են ընկեր Սվետա, ռուսական դպրոցում ասում են Սվետլանա Սատուրովնա։ Եթե կհիշեն իմ ռուսական դպրոցի աշակերտները մի անգամ ծնողական ժողովի համար մի փոքրիկ ներկայացում կազմակերպեցինք Ճպուրնը Մրջունը, Ներսեսյան Մարգարիտա, Բաբայան Դավիթ, Արդուխանյան Հայկ, Մեղրյան Զինավոր եւ այլ Վարսիկը, որ Դավիթին բերում էր փորձերը, ասում էր ինքս մետ այս ինչ լավ բան ես կազմակերպել, արի այս Շահումյանը, որ այս վերջերս մի փոքրիկ հաղորդումներ ուներ հեռուստացույցով ցույց տվին, ամբողջ ծնողներ ուրախացել էին, որ մեր երեխաները սահուն խոսում են հայերեն։ Մի քանի բառեր կարող է պատահի, որ գրական լինի, ես ռուսերեն էլ այդ բառը ասեմ, որովհետև հավատացած եմ, որ այդտեղ բոլորդ Ռուսաստանի ապրող շահումյանցիներ եք։ Մտա Սակրամենտոյի քաղաքապետարան Գործավետ 2003 թվականին։ Ասեցի շատ եմ նեղվում, որ Շահումյանցին եկել է Ամերիկա, ինչ գործ ունի Շահումյանցին Ամերիկա։ Ուզում եմ մի թերթ տպագրել, որը ցույց տամ, թե ով է Շահումյանցին Ամերիկայում։ Դե հարցեր տվեցին, պատասխանեցի, փաստաթղթերս ստուգեցին, ասեցին շատ լավ բան ես մտածել, գնա շարունակիր։ Լիցենզիան իրավունքը վերցրել եմ 2003 թվականին, բայց կոմպյուտեր բառն էլ չգիտեի։ Լսած էլ չկայի այդ բառը։ Միջև կոմպյուտերին տիրապետեցի եւ այլ թերթերս սկսեցի տպագրել 2005 թվականից մինչև 10 թվականը գունավոր օրացույց կալենդար 2010 թվականին 12 թվականին
բոլոր թերթերը ամիսի մի անգամ լույս եմ ընծայել եւ տնօրենն եմ եղել եւ խմբագիրը բոլոր թերթեր Շահումյանի մասին է եղել։ Շահումյանի մասին շատ կարելի է գրել, անվերջ, չի վերջանա։ Բայց ես աշխատել եմ այն տեսակ բաներ գրել, որ այ օրինակ ասում են հիմա այս նոր տերերը քանդում են եկեղեցիները, տները, այս ինչը, այն ինչը ձևափոխում են, բայց ես այնպիսի բաներ եմ ցանկացել նշել, որ դա հնարավոր չի քանդել, դա մերն է։ Այ օրինակ ես 6 գիրք ունեմ առայժմ տպագրված 6 Շահումյանի մասին, եթե որևէ մեկը կարողացել է ձեռք բերել ամենապատմական գիրքը սիրելի դեմքեր, բայց դառը հուշեր, շատ պատմական տվյալներ եմ ընդեղ ներառել, մեր հարևանների մասին, իմ շրջապատում ճանաչել եմ իմ աշակերտների, շատ շնորհակալ եմ իմ աշակերտներից, որը մինչև հիմա էլ ինձ հետ կապ են պահում։ Այ օրինակ մի գիրք ունեմ Դրախտ երկիրս մնաց, գրել եմ, Դրախտ երկիրս մնաց թուրքերին։ Մնաց թուրքերին ու նրա գերին, գիտեմ, աղբյուրներն էլ չեն քչքչալու եւ իրոք, ոչ միտեղ այդպիսի աղբյուրներ այլևս չտեսա, ջրի հոսքերն էլ նման են լալու, որ մտածում եմ, թե վանքի աղբյուրից ջուր չեմ խմելու ու վանքի մեծ մոշը քաղելու, աչքերս մտնում սիրտս խիստ տխրում, ուզում եմ թռչել, թեկուզ ճանճ դառնալ, միայն թե գնամ Շահումյան, մեր տունն էր բղթերցի ծյուրի ու նահատակի ծյուրի ճամփին, օդը մաքուր զիլզիլալիս, աչքիս երևաց, թե հոնիքն են լալիս, հոնիք ասեցի ու հանգիստ պրծա, աչքիս առաջին վաղ գարնանը մարտին, դեղին ծաղիկով անտարը լցվում, իսկ աշնանը պսպղուն հոնը իր տեղը հայտնում, տանձը շատ էր փակի քոլում, իսկ ծիրանը վանքի բախում, ցախ էինք կապում, սարի կտրում, անուշ հոտով խորը քաղում, դամսկի պալեց բանդաղանող, Սերկևիլի հոտը գերող, սև մուշկեթը սեղանի զարդ, ոնց մոռանա մարդ այսքան դարդ, լիտրի հանքից քարը քանդում, հենց տեղում էլ ճակատանում, կոլի դային վարձը տալիս, հանգիստ խղճով տուն էին գալիս, սպիտակ աղբյուրից մի լավ խմում, գիշերն էլ հանգիստ մուշ քնում, անսպար էր լիտրի հանքը, շատ դիմացկուն հանքի քարը, ապ ու պապիցը սկսած, տուն ենք շինել տաքացած, սպիտակ, ճերմակ, վեր բարձրացրել, հեռվից նայել ու հիացել, դրախտ մի երկիր էր Շահումյանը, չի վայելի, հեշտ չէ նրան տիրանալը, մենք Աստծո զավակներն ենք, վրեժ կառնի, ձերքից կառնի ու մեզ մեր հայրենիքը կտանի։ Այս խոսքով ես ցանկացել եմ լիտրի մասին անպայման նշել, որովհետև ինչ էլ քանդեն, ինչ էլ ոչնչացնեն, ինչն էլ ձևափոխեն, իրանց դարձնեն, լիտրը չեն կարա, որովհետև իրանց տները մեր շրջապատում, եթե ոմանք հիշում են այ բալասուց էր, ցեխը կողին տալիս են չորացած խոտին հետ, այ բալասի սարքում, տոն սարքում, զարմանական են սիպտակ լիտրի քարից, այդ լիտրի քարը չեն կարողանալու քանդեն, ոչնչացնեն, թող իմանան, որ դա մերն էր։ Շատ շնորհակալ եմ ձեզանից։ Դուք այս հանդեսով մի մեծ գործ եք անում մեր հայ ազգի, որովհետև մենք հայ ենք, դա միննելա կարալ չի ժխտի կամ ճինջի, ծրվել ենք աշխարհում մեկ տարբեր երկրներում, Ռուսաստանի ապրողը ստիպված է, ռուսերան խոսա, Ամերիկայի ապրողը ստիպված է, անգլերան խոսա, բայց այնքան ուրախ եմ, որ մեր տներում մենք Շահումյանի լեզվով ենք խոսում։ Օրինակ իմ թոռները, 15 թոռ ունեմ, 14 ծոռ ունեմ, լոխնը Շահումյանի լեզվով են խոսում, համ հայաստանցիների հետ գրական են խոսում, դե պարզա ամերիկացիների հետ էլ իրենց լեզվով։ Ոչինչ, ինչքան լեզու գիտեն այնքան մարդ է։ Շնորհակալ եմ, որ իմ գործերս եւ հանրությունն գնահատել եւ պետությունն գնահատել։ Ես կկրի իհարկե այս մեդալները չնկարվի, բայց մեդալները նկարվել եմ, որ գիտեք, որ եւ հանրությունն գնահատում, եւ պետությունն գնահատում։ Ղարաբաղի գերատեսչական
Մինիստրությունը ինձ ոսկե մեդալով պարգևատրել է, փաստաթուղթը կա, բայց մեդալը շատ են կիրել, որ տիկին Սվետակներես չկարողացանք բերենք, ասում ինչ եք խոսում։ Ոսկեզոծ գրիչներով եւ այլ շատ գովասանագրերով, սա ինչ եմ ասում, իմ Շահումյանի հարազատներ։ Գիտացեք, գնահատվում եք, հովի ինչ անի, ամաքի ուրաս բնագավան։ Ես կյուրում եմ մի ուրիշն էլ մի ուրիշ գործի մեջ, ապրեք։ Շնորհակալ եմ, հաջողություն եմ ցանկանում ողջիդ։